շփվում, հարյուրավոր մարդկանց հետ եմ շփվում, եւ 20 թվականի պատերազմից հետո։ Ես դες մի բան ասեմ։ Նորից խաղաղության թեմային ենք գնում։ Երբեք ես չեմ լսել, որ մարդ, որը գնացել է կռվել է, ծառայել է բանակում, կռվել է, իր երեխաներին է ուղարկել կռվի։ Եվ առաջին Ղարաբաղյան պատերազմում, եւ Քարորիայում, եւ 40-ում։ Երբեք ես չեմ լսել, որ այդ մարդը ասի գնանք, կռվենք, գրավենք, սպանենք, հետ բերենք, այդ մարդիկ չեն ուզում պատերազմ։ Հենց որ պատերազմը սկսվում է, իրենք առաջինն են գնում։ Մարդկա 3-4 զավակին ուղարկել է պատերազմ, եւ դա ընդունում է որպես նորմալ, դուք էլ գիտեք դա։ Իսկ այն ովքեր որ խոսում են, ասում են գնանք, հետ բերենք, հա, Արցախը, չգիտեմ, դրոշներ են բերում տնկում ազգային ժողովում, այ իրենք չեն ծառայել, իրենք չեն կռվել։ Հիմնականում իհարկե բացառություններ կան։ Դրա համար իրենք հեշտ են խոսում այդ ամենի մասին։ Այն իսկական կռվողը, արյուն թափողը, որ իր երեխային ուղարկում է, որովհետև իր հայրենիքն է, ինքը երբեք դա չի անում, չի ասում։ Ասողները միշտ պահկվում են այդ կռվողների ետևում եւ իրենց են ուղարկում առաջ։ Եվ ես կարծում եմ, որ մեր երկրում ընտրությունների գնալով քիչ ժամանակ է մնացել։ Ընտրողները պետք է սա շատ լավ գիտակցեն։ Այդ որ ձեզ խոստանում են Արցախը հետ բերել, ձեզ արյան միջոցով են դա անելու։ Եթե անելու են, ես կասկածում եմ, որ անելու են։ Եթե վաղը պատերազմում դուք եք գնալու կռվեք։ Եվ հասկանալի չի ինչի համար եւ ինչ արդյունքներով։ Իրենք չեն կռվելու։